Բարև ձեզ մեկնարկում է Fantasy League-ի 11-րդ տուրի խաղային օրվա երկրորդ հանդիպումը Newcastle Liverpool բավականին հետաքրքիր հանդիպում է մեզ սպասվում երկու բավական լավ ֆուտբոլ խաղացող թիմեր են իրար այսօր բախվելու մրցաշարային աղյուսակի վերին հատվածում գտնվող թիմերի պայքար ենք այսօր ականատես լինելու ծանոթացնեմ թիմերի մեկնարկային կազմերի հետ Newcastle-ից սկսենք Արման Արշակյան, համար 17 Հովանասյան, համար 23 Հովանես Սարգսյան, համար 9 Կորյուն Խուբլարյան, համար 19 Մանուկյան և Կանսաբեդյան։ Լիվերպուլի մեկնարկային կազմը դարպասներում է Դավիթ Աղաջանյանը համար 35, Դրո Արբեդի Ալեքս Սարգսյան համար 11, թիմում արկան 2 Ալեքս Սարգսյան, համար 11 Ալեքս Սարգսյան և համար 7 Ալեքս Սարգսյան պահեստայիններին են Ալեն Կարապողոսյանը և Դավիթ Քերոփյանը։ Արբեդի փոխանցում Սարգսյան, Աղաջանյանն է ստանում գնդակը, փոխանցում այստեղ Արբեդի խաղարկում են բավական լավ խաղարկումով են այստեղ առաջ շարժվում Լիվերպուլի ֆուտբոլիստները աջ եզրում է գնդակը բարձրից փոխանցում եւ այստեղ Նյուքասլի դարպասապահը հանգիստ որսում է գնդակը Խուբլարյան շարժվում է առաջ խլում են գնդակը նրանից Սարգսյան պահում է գնդակը իր թիմի մոտ Եվ այստեղ էլ հիմա հակագրոհի են ասնում Նյուքասլի ֆուտբոլիստները Խուբլարյան փոխանցում Արշակյան, բայց այս փոխանցումը բարձր էր։ Գրովում է հիմա Նյուքասլը խլել են գնդակը, նորից վերադառնում է գնդակը Նյուքասլի մոտ, բայց նորից Լիվերպուլի ֆուտբոլիստները խլեցին Սարգսյան, այստեղ խաղի կանոնների խախտում բավական կոպիտ դիմավորեց Սարգսյանին եւ արդարացիորեն մրցավարը նշանակում է խաղի կանոնների խախտում։ Տուգանային հարվածի իրավունք է վաստակել Լիվերպուլը, կներեք Նյուքասլը եւ Խուբլարյանն ու Արշակյանն են գնդակի մոտ հեռանում է Արշակյանը, տեսնենք ինչ կորոշի այստեղ Խուբլարյանը փոխանցում ետ Եվ այստեղ փոխանցում կատարեց սխալվեց Սարգսյան շարժվում է առաջ աջ եզրով մնում է գնդակը, բայց այստեղ այնուամենայնիվ Սարգսյանից խլեց գնդակը եզրից հարված եւ բարձր է ընթանում հարվածը Լավ հարված էր այնտեղ որոշեց մեկ հպումով ուժեղ հարվածով գրավել դարպասը, բայց չստացվեց Արշակյան շարժվում է առաջ, փոխանցում Սարգսյանին, ձախ եզրում Սարգսյանը գնդակով առաջ է շարժվում, փակված է այս փոխանցման ճանապարհը Սարգսյան փոխանցում, փակված է այս փոխանցումը Արշակյան Շարժվում է առաջ միայնակ Արշակյանը, վտանգավոր գրոհ է, դիմավորել են երկու ֆուտբոլիստներ Լիվերպուլի և այստեղ Աղաջանյանը հանգիստ ֆիքսում է գնդակը, փոխանցում աջ եզրով է հիմա Լիվերպուլի գրոհը զարգանում, Սարգսյան փոխանցում ձախ, նորից Սարգսյանն է հետ ստանում գնդակը, հետ փոխանցում Արբեդի, Աղաջանյան, Սարգսյան Այսօր խաղադաշտում այս պահի դրությամբ 3 Սարգսյան ունենք և մի փոքր դժվար է կարծես նրանց տարբերակելը և այստեղ էլ Լիվերպուլի 7-րդ համարի մարզաշապիկով Սարգսյանը չի հասնում գնդակին Խաղարկում են Նյուքասլի ֆուտբոլիստները գնդակը եզրից Սարգսյան Փոխանցում Խուբլարյան, շարժվում է առաջ Արշակյանի հետ է խաղում, փոխանցում ձախ եզր եւ այստեղ չկարողացավ ինչպես հարկն է ընդունել գնդակը Սարգսյանը եւ այս փոխանցումն էլ շեղ է Արշակյան չի ստացվում Արշակյանի այս հարված այստեղ էլ սխալվում են Լիվերպուլի ֆուտբոլիստները, բայց գերազանց սեյվ է կատարում Աղաջանյանը, կարող էր Արշակյանը գոլի հեղինակ դառնալ եւ
ավելի փոկվել իր մրցակիցներից լավագույն ռմբարկուների պայքարում, բայց դեռևս դրա հետ համաձայն չէր Աղաջանյանը, բարձրից փոխանցում եւ այստեղ չի հասնում գնդակը Լիվերպուլի ֆուտբոլիստին Խուբլարյան առաջացել գնդակ է ուզում Արշակյանը, բայց Խուբլարյանը միայնակ է շարժում եւ այսպեսի փոխանցում արված եւ այս անգամ գրավում է դարպասը գերազանց համագործակցություն էր այստեղ Խուբլարյանի եւ Արշակյանի միջև եւ արդեն հաշիվը բացված է 1-0 գերազանց ամեն ինչ արեցին այստեղ երկու ֆուտբոլիստով բավական գեղեցիկ գրոհ կազմակերպեցին եւ արդեն բացված է հանդիպման հաշիվը Լիվերպուլը վերսկսել է հանդիպումը խաղադաշտի կենտրոնից Աբեդի շարժվում է առաջ հերվից հարված եւ շեղ են տանում այս հարվածը Աբեդիի կողմից Խուբլարյան փոխանցում Արշակյան Նորից է տեսնում Արշակյանը գնդակը աչ եզրով է շարժվում առաջ հերվից հարված բայց շեղ են տանում հարվածը Հարվածներով այսօր տպավորություն է թե արչեվում է Նյուքասլը, բայց ամեն դեպքում թիմերը այս պահի դրությամբ կատարել են հավասար 3-ական հարված, բայց հաշիվը 1-0 է։ Սարգսյան խլում է գնդակը Լիվերպուլը խաղադաշտի կենտրոնում պահում է իր թիմի մոտ Սարգսյանը գնդակը շարժվում է առաջ, հարված եւ գնդակը փոքրինչ շեղությամբ է անցնում դարպասաձողի կողքով։ Խուբլարյան պահում է գնդակը իր թիմի մոտ Սպասում է, որպեսզի թիմակիցները բացվեն, ամեն դեպքում փորձում է հիմա միայնակ առաջ շարժվել, տեղափոխվում է աջ եզր գնդակով, շրջանցում մրցակցի եւ գնդակը դուրս է գալիս խաղադաշտի սահմաններից։ Աբեդի փոխանցում Աղաջանյան։ Հետ է ստանում Սարգսյանը գնդակը, վտանգավոր է, շարժվում է առաջ։ Հարված եւ փակված է այս հարվածի ճանապարհը կլինի անկյունային։ Ոչ ամեն դեպքում այնտեղ հպում չէր եղել Լիվերպուլի ֆուտբոլիստից եւ հարված Նյուքասլի պաշտպանած դարպասից Ձախ եզրով է հիմա Նյուքասլը գրոհ զարգացնում Հարված եւ այստեղ Աղաջանյանը ետ է մղում գնդակը Խուբլարյանի հարվածից հետո արագ խաղարկված այս անկյունայինը նորից ստանում է այդ Խուբլարյանը գնդակը, բայց չի ասնում նրան, իսկ այստեղ էլ Կարապողոսյանը լավ պայքարեց, բայց ամեն դեպքում գնդակը մնում է Նյուքասլի մոտ, այս փոխանցումը Աղաջանյանի համար էր, Բարսից Սարգսյանն ընդունում գնդակը, փոխանցում աջ եզր Կարապողոսյանն է ստանում գնդակը շարժվում է աջ եզրով առաջ հերվից հարված, բայց այս հարվածը փոքրինչ թույլ էր եւ դարպասապահը հանգիստ ֆիքսում է գնդակը, Արշակյան պահում է գնդակը, բայց ամեն դեպքում չկարողացավ շրջանցել վրա հասած թիմակցին եզրից գնդակը հենց Արշակյանը կմցնի խաղի մեջ, հետ փոխանցում Խուբլարյան բարձրից հարված էր սա այնտեղ թիմակից չկար, բայց տեղում էր Աղաջանյանը դրո Փոխանցում ձախ եզր Բարձրից փոխանցում այստեղ լավ կարդաց Խուբլարյանը խաղը եւ արդեն իսկ Նյուքասլի դարպասապահի մոտ է գնդակը Սարգսյանն է ստանում ձախ եզրում գնդակը շրջանցում, բայց մի փոքր չկարողացավ պահել գնդակը խաղադաշտի սահմաններում այնտեղ լավ էր նկատել Սարգսյանին, բայց մի փոքր ուժեղ էր այս փոխանցումը նրա համար Արշակյան փոխանցում է Սարգսյան հանգիստ քայլերով շարժվում է առաջ Սարգսյանը փոխանցում ձախ եզր հիմա Նյուքասլը գրոհում է ձախ եզրով այստեղ իհարկե բավական ռիսկային գործեցին համարյա թե խլում էին գնդակը Լիվերպուլի ֆուտբոլիստները Նյուքասլի տուգանային հրապարակային մատույցներում, բայց ամեն դեպքում բախտը ժպտում է Նյուքասլին եւ գնդակը ընդամենը եզրից է հեռանում Սարգսյանն հիմա շարժվում առաջ Խուբլարյան գերազանց այստեղ նկատեց թիմակցին, բայց փոխանցումը չստացվեց, դրո փոխանցում Աղաջանյանին հետ է ստանում եւ այստեղ
ձեռքով ընդունես գնդակը եւ կլինի Տուգանային գնդակի մոտ է դրոն հետ փոխանցում Աղաջանյան Ձախ եզրի ուղարկում Աղաջանյանը գնդակը այստեղ բավական լավ են դեռևս դիմավորում Նյուքասլի ֆուտբոլիստները Կարա Պողոսյան փոխանցում աջ եզր վտանգավոր է Սարգսյան փոխանցում եւ փակված է այստեղ հարվածի ճանապարհը եւ Լիվերպուլի ֆուտբոլիստները վաստակում են կարծես թե Տուգանային հարված իրավունք ոչ հենց Լիվերպուլի ֆուտբոլիստն է խախտել խաղի կանոնները գնդակը Նյուքասլինն է ուժեղ հարված առաջ այս գնդակը հանգիստ վերցնում է Աղաջանյանը դրոպ շարժվում է գնդակով առաջ հետ փոխանցում Աղաջանյանին բարձրից փոխանցում Սարգսյանը միայնակ էր մնացել հարված եւ գնդակը շեղությամբ անցնում է դարպասաձողի կողքով այսօր դեռևս հետևում ենք բավականին լավ երկու պաշտպանություն ունեցող թիմերի եւ թիմերն էլ Հարցակման գծում էլ բավականին լավն են, բայց դեռևս տեսել ենք ընդամենը 1 գոլ դա խոսում է իհարկե պաշտպանության որակի մասին Աղաջանյան, այս գնդակը նրա համար էր դրով փոխանցում Կարա Պողոսյան, այստեղ լավ խաղարկեցին, լավ դուրս եկան պաշտպանությունից, փոխանցում Սարգսյան, հարված եւ գնդակը չի այդտվում դարպասում, նորից հարված եւ այս անգամ էլ գնդակը չի այդտվում դարպասում Շատ լավ այնտեղ պաշտպանվեցին Նյուքասլի ֆուտբոլիստները եւ անկյունային է վաստակում Կարծես թե Լիվերպուլը, այո, անկյունային իրավունք են վաստակել, խաղարկված է անկյունայինը Փոխանցումի հետ Աղաջանյան, ինչ կորոշի Կարա Պողոսյան, փոխանցում Աղաջանյան, սխալ էր այս փոխանցումը դարպասապահը տեղում չէ, բայց այստեղ Լիվերպուլի ֆուտբոլիստները առաջինը գնդակով Հիմա արդեն գրովում է նորից Լիվերպուլը փոխանցում, բայց շատ ուժեղ էր այս փոխանցումը Լիվերպուլը բավական լավ հնարավորություններ ստեղծում է այս խաղում իրենց համար խաղի հաշիվը հավասարեցնելու, բայց դեռևս թե Նյուքասլն է լավ գործում, թե որոշ առանձին դրվագներում էլ բախտն է երես թեքում նրանից, բայց այսպես շարունակելու դեպքում իմ կարծիքով ամեն դեպքում կկարողանան գրավել դարպասը, այստեղ էլ եզրից գնդակը խաղի մեջ կմտցնեն Լիվերպուլի ֆուտբոլիստները դրով փոխանցում Աղաջանյան Աղաջանյանի այս առաջ խաղացումները Լիվերպուլի համար բավական օգտակար են կարծես հավելյալ խաղացող լինի հարցակման գծումը եւ այստեղ էլ չի հասնում գնդակը Կարա Պողոսյանին եւ Նյուքասլի դարպասապահը հեռացրեց գնդակը Եզրից խաղի մեջ են մտցնելու Լիվերպուլի ֆուտբոլիստները նորից Աղաջանյանն առաջ է եկել, տեսնենք նրանք կնկատեն թե ոչ։ Փոխանցում էր սա թե հարված Սարգսյան, Արշակյան հերվից հարված եւ գնդակը դարպասում է 2-0 է դառնում հանդիպման հաշիվը, գերազանց գործեց այստեղ ամեն ինչ շատ լավ արեց եւ դուբլի հեղինակ է դառնում եւ 2-0 է դարձնում հաշիվը Արշակյանը Այստեղ իհարկե Աղաջանյանի առաջ խաղացումը, եթե նկատեին կարող էր Լիվերպուլը գոլ խփել, բայց այդ սխալից գերազանց օգտվեց Արշակյան եւ բավականին դիպուկ հարվածով կրկնապատկեց հաշիվը եւ իր հաշվին էլ դուբլ գրանցեց։ Փոխանցում գրում է Լիվերպուլը եւ արագ էլ կորցրեցին գնդակը Խուբլարյան, փոխանցում ձախ եզր եւ այստեղ էլ նորից բայց գնդակը այնտեղ կարծես թե հեռացել էր Եզրային գծից ամեն դեպքում անկյունային իրավունք է վաստակել Նյուքասլը Արշակյան եւ գնդակը հեռանում է եզրից Խուբլարյանը գնդակը խաղի մեջ կմցնի Բարձրից փոխանցում դրոն է կանգնում այս փոխանցման ճանապարհին եւ շարժվում է ձախ եզրով առաջ դրան դիմավորել է Արշակյանը շրջանցում է Արշակյանին միայնակ ինչպիսի անցում ձեռնարկեց փոխանցում Կարա Պողոսյանը հարված եւ այստեղ ինչպիսի դիրքից չի կարողանում գրավել դարպասը նորից նայ գնդակով փոխանցում կենտրոն Սարգսյան
Տեսնենք ինչ կորոշի Սարգսյանը ձախ եզրում բացված թիմակիցը նկատում է նրան փոխանցում եւ նորից հեռացված է գնդակը բավական ակտիվ րոպեներ է անցկացնում հիմա Լիվերպուլը դրոյի անցումից հետո փոխանցում է Աղաջանյան աջ եզրում են հիմա արդեն Լիվերպուլի ֆուտբոլիստները գրող ձեռնարկում հարված Կարապողոսյան հարված եւ գնդակը դարպասում է 2-1 կրճատված է հանդիպման հաշիվը 2-1 է դառնում Գոլի հեղինակը Ալեն Կարապողոսյանն էր եւ տեսնենք թե հիմա ինչպես կարձագանքեն թիմերը այս ստեղծված իրավիճակին արդեն 2-1 է հանդիպման հաշիվը Մեկնարկել է Նյուքասլի ֆուտբոլիստները հանդիպումը խաղադաշտի կենտրոնից Խուբլարյան պտտվում է գնդակով Փորձում է գտնել արչևում ազատ մնացած թիմակիցներին կիսվում է Արշակյանի հետ գնդակով Ձախ եզրում է գնդակը այստեղ դրոն լավ պաշտպանվեց բայց գնդակը մնում է Արշակյանի մոտ հերվից հարված բայց շեղ է այս հարվածը Աղաջանյան խաղում է դրոյի հետ Հանգիստ գնդակով առաջ է շարժվում դրոն փոխանցում կենտրոն Տեղափոխություն ձախ եզր նորից կենտրոնում Լիվերպուլի ֆուտբոլիստները գրող են ձեռնարկում դրով Հիմա հանգիստ խաղարկումներով են փորձում Լիվերպուլի ֆուտբոլիստները առաջ շարժվել արդեն ճիշտ է Նյուքասլի կիսադաշտում են բայց դեռևս ոչ մի սրող գործողություն չկա եւ այսպիսի հարված բայց շեղ է ընթանում հարվածը Բավական մեծ պայքարով է անցնում այս հանդիպումը Արշակյան փոխանցում սխալ էր այս փոխանցումը Սարգսյան շարժվում է առաջ Սարգսյանը եւ այստեղ էլ Արշակյանն ուղում է իր սխալը եւ հաշիվը կներեք հեռացնում գնդակը եզրային գծից Աղաջանյան փոխանցում դրով Նորից Աղաջանյանն է ստանում գնդակը Քերոփյան Ինչ կորոշի տպավորություն էր թե հարվածելու է այստեղ սխալվեց Քերոփյանի հետ է խաղում Աղաջանյանը Հիմա արդեն աջ եզրով են փորձում գրող ձեռնարկել նորից Աղաջանյանն է ստանում գնդակը Տեսնենք ինչ կորոշի գերազանց նկատեց Սարգսյանին հարված եւ հաշիվը հավասար է 2-2 ինչպիսի փոխանցում կատարեց Աղաջան եւ Սարգսյանը դառնում է գոլի հեղինակ եւ հավասարեցնում հանդիպման հաշիվը գերազանց էր ամեն ինչ այս իրավիճակում կատարված թե փոխանցումներ բավական ոսկերչական թե հարվածներ Այնպիսին, որ դարպասապահը շանս չուներ ետ մղելու, Սարգսյան խլում է նորից Լիվերպուլը գնդակը շարժվում առաջ աջ եզրով փոխանցում եւ ֆիքսում է Նյուքասլի դարպասապահը Արշակյան, այստեղ միայնակ է մնացել, բայց այս փոխանցումը վատն էր։ Եզրից գնդակը խաղի մեջ կմտցնեն Նյուքասլի ֆուտբոլիստները Խուբլարյան։ Խաղում է Արշակյանի հետ, նորից ստանում է Խուբլարյանը գնդակը։ Սնենք ինչ կորոշի Պահում է գնդակը իր թիմի մոտ շրջանցում երկու մրցակցի հարված եւ գնդակը դարպասում է գերազանց գոլի հեղինակ է դառնում այստեղ Խուբլարյանը ինչպիսի անցում ձեռնարկեց եւ այս խաղում էլ անմասն չի մնում այս գոլային շքերթից եւ արդեն 3-2 է դառնում հանդիպման հաշիվը Շատ գեղեցիկ հանդիպման ենք ականատես լինում, մեկը խփում է մյուսը պատասխանում է, մյուսը խփում է մեկը պատասխանում է։ Քերոփյան հիմա արդեն գրոհի անցել Լիվերպուլը, այս փոխանցումը սխալ էր եւ շատ արագ էլ Նյուքասլն է գրող ձեռնարկում, այստեղ դրոն լավ պաշտպանվեց եւ ընդունում է գնդակը պահում իր թիմի մոտ։ Տեսնենք ինչ կորոշի այնտեղ իհարկե ռիսկային չխաղաց, հետ փոխանցեց Աղաջանյան, ձախ եզրում Սարգսյանն էր, բայց Սարգսյան փոխանցում դրով
Բարձրից փոխանցում, բայց այս փոխանցումը փակված է։ Գնդակը գալիս է Խուբլարյանի մոտ, շարժվում է առաջ, փոխանցում Արշակյան, բայց չի հասնում գնդակը, մի փոքր էր մնացել հետրիկի համար, բայց այստեղ էլ հիմա լավ է հակագրոհում, վտանգավոր է Սարգսյան, շարժվում է առաջ։ Եվ այստեղ խաղի կանոնների խախտում։ Բավական վտանգավոր գործեց այստեղ Նյուքասլի ֆուտբոլիստը, կոպիտ գնաց եւ հենց դրա համար էլ պատժվում է դեղին քարտով, այստեղ ինչ է նշանակել մրցավարը, տուգանային հարված թե 11 մետրանոց, շուտով պարզ կլինի, հիմա կարևոր է Սարգսյանի վիճակը, տեսնենք, իմ կարծիքով ամեն դեպքում կկանգնի, բայց բավականին կոպիտ նրան դիմավորեց Նյուքասլի ֆուտբոլիստը։ Ամեն դեպքում նշանակված է տուգանային հարված եւ հիմա էլ արդեն Լիվերպուլը լավ հնարավորություն ունի նորից այս խաղում հավասարեցնելու հանդիպման հաշիվը, գնդակի մոտ է դրոն։ Տեսնենք ինչպես կիրացնեն այս ստանդարտը։ Հարված եւ գնդակը դիպչում է պատին եւ հեռանում եզրային գծից։ Փոխանցում եւ նորից փակված այս փոխանցումը մնում է գնդակը Նյուքասլի մոտ, այստեղ լավ պայքար է Սարգսյանը, փոխանցում եւ նորից փրկվում է Լիվերպուլը։ Կներեք Նյուքասլը, Սարգսյան փոխանցում դրո։ Բարձրից փոխանցում նորից Սարգսյան, այստեղ էլ չի կարողանում Սարգսյանը հարվածով ավարտել այս գոլային գրոհը եւ կլինի անկյունային։ Փորձում են առաջին խաղարկեսում գոնե ոչ ոքի վերանալ, հերվից հարված փակված է այս հարվածի ճանապարհը։ Աղաջանյան, տեսնենք ինչ կորոշի այստեղ եւ Եզրից գնդակը խաղի մեջ կմցնի Խուբլարյանը եւ գնդակը տալիս է Լիվերպուլին, դրով փոխանցում Սարգսյան, շրջանցեց մեկ մրցակցի, բայց երկրորդին չհաջողվեց, բայց հիմա պրեսինգ են դիմում, մնում է գնդակը Նյուքասլի մոտ, շարժվում են հիմա ձախ եզրով առաջ, վտանգավոր է Խուբլարյան, շարժվում է առաջ Արշակյան, հարված, վտանգավոր է եւ 4-2 է դառնում հանդիպման հաշիվը։ Բավականին լավ կարողացան միմյանց հասկանալ, այնտեղ էլ մի փոքր վատ դիպչեց գնդակին Աղաջանյանը եւ արդեն երկու գնդակի առավելությամբ Նյուքասլը հաղթում է Խուբլարյանի եւ Արշակյանի դուբլերի շնորհիվ 4-2։ Բարձրից եւ այստեղ առաջինը ճիշտ դուրս եկավ Նյուքասլի դարպասապահը, մնում է Նյուքասլի մոտ գնդակը, փոխանցում, Արշակյան, Խուբլարյան, այս փոխանցումը չանցավ դրոն լավ, կարդաց այս փոխանցումը եւ փակեց, շարժվում է առաջ, բայց սխալվում Արշակյան, վտանգավոր է հարված եւ այստեղ էլ կարողացավ արդեն Աղաջանյանը հետ մղել գնդակը եզրից խաղի մեջ կմցնեն Նյուքասլի ֆուտբոլիստները բավական նորից արդեն սկսեցին ակտիվության րոպեներ ցույց տալ Նյուքասլը վտանգավոր է հարվածի այո փակված է հարվածի ճանապարհը եւ հիմա 2-1-ի հակագրոհ է զարգանում Սարգսյաններն են արդեն բայց նահանջեց Արշակյանը եւ անգամ նրան չհասավ գնդակին, Սարգսյանն այնտեղ լավ պաշտպանվեց եւ կլինի անկյունային։ Արագ խաղարկում էր եւ ոչ ոքի չի դիպում գնդակը կարելի ասել, ոչ ոք ուղիղ չի շեղում գնդակը։ Եզրից գնդակը խաղի մեջ են մտցնելու Լիվերպուլի ֆուտբոլիստները դրո հերվից հարվածա փոխանցում ստացվեց եւ կրճատվում է հանդիպման հաշիվը 4-3 Սարգսյանը կարողանում է մինչև առաջին խաղարկեսի ավարտը
կրճատել, հաշվի տարբերությունը 4-3 է դառնում, այստեղ Արշակյանը բավական վտանգավոր գրոհի է անցնում եւ կարող էր շատ արագ գրավել մրցակցի դարպասը, բայց չի ստացվում։ Հիմա Սարգսյանն է, բայց դրա այդ պայքարում խախտեցին խաղի կանոնները։ Դարպասը ձողին այնտեղ դիպավ բավական արագ եւ ակնթարթային գրոհ ձեռնարկեցին, բայց չստացվեց գոլ խփել։ Հիմա Խուբլարյան, փոխանցում Արշակյան, հետ է ստանում Խուբլարյանը, վտանգավոր է, հարվածի թե ոչ եւ այստեղ մաքուր է գործում դրոն։ Ինչ կորոշի Կարապողոսյան։ Պաում է գնդակը իր թիմի մոտ, խաղում ձախ եզր։ Շարժվում է հիմա Լիվերպուլի գրոհն է զարգանում ձախ եզրով, Սարգսյան մտնում է կենտրոն, բայց այստեղ Արշակյանը լավ գործեց, ամեն դեպքում գնդակը կմնա Սարգսյանի մոտ։ Բարձրից փոխանցում, գերազանց փոխանցում ստացավ եւ այստեղ էլ գերազանց պաշտպանվեց Սարգսյանը, մնում է գնդակով, բայց ամեն դեպքում դա երկար չտևեց։ Խուբլարյան շարժվում է առաջ։ Տեսնենք ինչպես նրա դեմ կպաշտպանվի դրոն, հարված հետևեց եւ արդեն նետում Աղաջանյանի պաշտպանած դարպասից թողնում է գնդակը։ Դրոյին բարձրից փոխանցում, հեռացված է գնդակը Խուբլարյան։ Փոխանցում Արշակյանին, մեկ հպումով հարված եւ Աղաջանյանը գերազանց սեյվ է կատարում, կլինի անկյունային։ Հարվածն էլ բավական լավն էր, բայց Աղաջանյանը լավ տեսավ այդ հարվածը եւ թնդանոթը կարողացավ պաշտպանությամբ փակել։ Նորից այս անգամ էլ շատ թույլ էր Արշակյանի հարվածը եւ Աղաջանյանը այսպիսի գործողությամբ գնդակը եւ թիմերին ուղարկում է հանդերձարան, 4-3 հաշվով է ավարտվում առաջին խաղարկեսը։ Բարեկամներ, վերադառնում ենք վերսկսվածը երկրորդ խաղարկեսը, առաջին խաղարկեսից հետո հաշիվը 4-3 է, տեսնենք ինչ կառաջարկեն թիմերը մեզ երկրորդ խաղարկեսում, փոխանցում Արշակյան, շատ արագ գրոհի են անցել, այստեղ լավ պաշտպանվեցին Լիվերպուլի ֆուտբոլիստները եւ գնդակը մնում է, վերադառնում է Լիվերպուլին երկրորդ խաղարկեսում առաջին անգամ եւ երկրորդ խաղարկեսում առաջին անգամ նաեւ փորձելու են գրոհ ձեռնարկել Սարգսյան, հետ է փոխանցում Սարգսյանը գնդակը, կենտրոնով Աղաջանյանը հետ է ուզում գնդակը, բայց այստեղ սխալ էր այս փոխանցումը, Քերոփյան, Սարգսյան, եւ այս փոխանցումը սխալ էր, Սարգսյան կենտրոնում հանգստացնում է խաղը, Սարգսյանը այդ փոխանցում Խուբլարյանին, նորից Սարգսյանի հետ է խաղում Խուբլարյանը, Խուբլարյան, նորից Սարգսյան, այս փոխանցումը չի անցնում եւ Աղաջանյանը շարժվում է առաջ գնդակով սեփական դարպասից, այստեղ Խուբլարյանը խլում է գնդակը, տեսնենք ինչ կանի, փոխանցում ձախ, Սարգսյան, Խուբլարյան հարված եւ գերազանց փրկություն էր այստեղ Կերոփյանի կողմից եւ այստեղ էլ գնդակը հեռանում է անկյունային։ Տեսնենք անկյունայինը ինչ կտա Նյուքասլին։ Սակավաթիվ էր այս հանդիպումը անկյունայինների քանակով, հարված հետ է մղվում այս հարվածը։ Խաղարկում են գնդակը Նյուքասլի ֆուտբոլիստները, Սարգսյան սխալվում է, Սարգսյանը դրոհ եւ այստեղ էլ խախտում խաղի կանոնները Նյուքասլի ֆուտբոլիստը նրա հետ պայքարում հետևից ակնհայտ հրում էր եւ բավական վտանգավոր դիրքում հիմա Լիվերպուլը վաստակում է տուգանային հարված իրավունք, տեսնենք ինչպես կիրաստեն նրանք այս տուգանային հարվածը, բավական լավ հնարավորություն է հիմա հաշիվը հավասարեցնելու։ Բավական վտանգավոր է դիրքը, սպասենք մրցավարի Սուլիչին, որը կազդարարի հարվածը, կա հարվածը եւ պատին է դիպչում գնդակի եւ հեռանում է եզրային գծից։
Եզրից խաղի մեջ մտցնելու հիմա Լիվերպուլի ֆուտբոլիստը գնդակը փոխանցում է Սարգսյան խաղարկում եզրում շարժվում է կենտրոն վտանգավոր է հարված եւ հեռացված է դարպասապայի կողմից գնդակ այստեղ Խուբլարյանը գեղեցիկ գործեց եւ միայնակ շարժվեց առաջ Արշակյան հարված եւ գնդակը դարպասում է 4-3 է դառնում հանդիպման կներեք 5-3 է դառնում հանդիպման հաշիվը 4-3 իհարկե առաջին խաղարկեսներ ավարտվել հանդիպումը եւ Արշակյանն էլ հետրիկի հեղինակ է դառնում բավականին լավ հարված կատարեց այնքան ուժեղ էր հարվածը որ Աղաջանյանը դիպավ գնդակին բայց նրա ձեռքերից գնդակը անդրադարձավ դարպասներին Հիմա արդեն փորձում է Լիվերպուլը գրոց ձեռնարկել, հեռացված է գնդակը Աղաջանյան։ Շարժվում է առաջ Աղաջանյանը բարձրից եւ այստեղ առաջինը Նյուքասլի ֆուտբոլիստներն էին։ Դրո փոխանցում ետ, սխալ էր այս փոխանցումը։ Գնդակով հիմա արդեն Նյուքասլի ֆուտբոլիստներն են վտանգավոր գրոց ձեռնարկում Արշակյան հարված փակված է այս հարվածի ճանապարհը դրոյի կողմից Եզրից գնդակը խաղի մեջ են մտցնելու Նյուքասլի ֆուտբոլիստները Փոխանցում ետ Եվ այս փոխանցումը սխալ էր դրոնը հիմա գրոում միայնակ շարժվում առաջ հարված եւ շեղ է հարվածում բավական նպաստավոր դիրքից Բավական լավ այստեղ միայնակ էր մնացել դարպասապայի դիմաց այնտեղ դարպասապահն էլ ճիշտ առաջ խաղացում կատարեց եւ խառնեց դրոյի պլանները գոլի հեղինակ դառնալու հիմա վտանգավոր գրո է ձեռնարկում Նյուքասլը Փոխանցում ետ Խուբլարյան Հերվից հարված փակված այս հարվածի ճանապարհը նորից այստեղ փակված է հարվածի ճանապարհը Արշակյան հասնում է գնդակին Եզրում միայնակ է մնացել այստեղ էլ հարված եւ նորից բարձր է ընթանում հարվածը Խուբլարյանը փորձեց վերջի րոպեներին ավելի հաճախ հարվածել բայց երկու հարվածներն էլ չկարողացավ գոլով ավարտել Սարգսյան հարված եւ գերազանց գոլ է խփում Սարգսյանը եւ կարողանում է նորից կրճատել հաշիվը եւ դուբլի հեղինակ է այսօր նա էլ է դառնում դուբլի հեղինակ 5-4 է դառնում հանդիպման հաշիվը Վերսկսել են Նյուքասլի ֆուտբոլիստները հանդիպումը խաղադաշտի կենտրոնից Փոխանցում Արշակյան, շարժվում է առաջ, գերազանց շրջանցեց, բայց այստեղ մի փոքր առաջ նետեց գնդակը Աղաջանյան, Կարապողոսյան, փոխանցում Սարգսյան Բացվում փորձում է ետ ստանալ, բայց Սարգսյանը շարժվում է առաջ գնդակով, տեսնենք ինչ կորոշի փոխանցում հարված եւ նորից շեղ է ընթանում գնդակը Տարապողոսյանի հարվածից հետո կարող էր արդեն հավասարեցնել հանդիպման հաշիվը, բայց ամեն դեպքում կարծես թե այսօր նրանից էլ է բախտի երես թեքել վտանգավոր է Փոխանցում եւ գնդակը դարպասում է, սա փոխանցում էր, որից հետո ինքնագոլի հեղինակ է դառնում Ալեքս Սարգսյանը 6-4 է դառնում հանդիպման հաշիվը Կարելի է ասել այս գոլի Չակերտներում փոխանցում կատարողն էլ Արշակյանն էր փոխանցում ձախ Թրիվելավոճով փոխանցում, բայց գնդակը դիմային գծից է հեռանում խաղադաշտի սահմաններից Աղաջանյան խաղում է գնդակը ազատ մնացած դիմակցի հետ կենտրոնում Կարապողոսյան շարժվում է առաջ կենտրոնում նրան բավական մեծ տարածություններ են տվել շարժվեց առաջ բայց այս փոխանցումը մի փոքր ուժեղ էր Ալեքս Սարգսյանի համար Խուբլարյան լավ նկատեց այնտեղ բացված դիմակցին վտանգավոր գրող է Արշակյան հարված եւ փակված այս հարվածի ճանապարհը կլինի անկյունային այստեղ լավ սեյվ կատարեց Աղաջանյանը Եվ տեսնենք անկյունային ինչ օգուտ կտա նրանց Խաղարկված է անկյունայինը հարված
Դարպասապահը հեռացրեց նորից Սարգսյան։ Նորից հեռացնում են Լիվերպուլի ֆուտբոլիստները գնդակ եւ լավ հակագերով է զարգանում Սարգսյան։ Փոխանցում եւ Արշակյան այստեղ էլ պաշտպանությունում բավական լավ գործեց եւ գնդակը հեռացրեց անկյունային։ Սարգսյանն է գնդակի մոտ հետ փոխանցում, հարված եւ բարձր է ընթանում այս հարվածը։ Խուբլարյան խաղում է Աչիեզեր, բարձրից փոխանցում, գնդակը մնում է Նյուքասլի մոտ Սարգսյան, բարձրից փոխանցում, ընդունում է գնդակը Սարգսյանը, տեսնենք ինչ կորոշի շրջանցում, հարված եւ նշաներ բռնել դարպասաձողի կողքին դրած շշին եւ բավական դիպուկ հարվածեց այդ շշին։ Խուբլարյան փոխանցում Արշակյան եւ այստեղ խլեցին գնդակը համատեղ ուժերով Լիվերպուլի ֆուտբոլիստները, բայց փոխանցում կատարելի շտապեցին եւ այստեղ Կարա Պողոսյանը բավական լավ ընդունեց, այստեղ էլ նորից սխալվում են փոխանցում կատարելիս եւ ոչ ոք չգնաց այս գնդակի հետևից Լիվերպուլի դարպասապահն է գնդակով հերվից սա փոխանցում էր թե հարված, բայց ամեն դեպքում մնում է գնդակը Նյուքասլի մոտ, գրող է ձեռնարկվել, փոխանցում վտանգավոր է եւ այստեղ լավ պաշտպանվեց Կարա Պողոսյանը եւ կլինի անկյունային։ Փոխանցում փակված է այս փոխանցման ճանապարհը եզրից այս անգամ էլ գնդակը խաղի մեջ կմտցնեն Նյուքասլի ֆուտբոլիստները, փոխանցում Տուգանային հրապարակ եւ դարպասաձողն է փրկում Լիվերպուլին բաց թողած արդեն երկրորդ ինքնագոլից այս խաղում, հիմա էլ անկյունային կլինի։ Բարձրից փոխանցում Սարգսյանը հեռացնում է գնդակը դրո, փնտրում է արջևում ազատ մնացած թիմակիցներին, փոխանցում Սարգսյանին է հասնում գնդակը, այստեղ խաղի կանոնների խախտում է թույլ տալիս Խուբլարյանը եւ Տուգանային իրավունք է վաստակում Լիվերպուլը։ Այդ փոխանցում հերվից հարված փակված այս հարվածի ճանապարհը Սարգսյան դրո շարժվում է առաջ փոխանցում կենտրոն Սարգսյան վտանգավոր է հարված կատարեց փակված է նորից հարված եւ Սարգսյանը դառնում է հետրիկի հեղինակ եւ կրճատում է հաշիվը 6-4 է դառնում հանդիպման հաշիվը ինչպիսի հանդիպում եւ եթե կարողանա հիմա Լիվերպուլը առաջ նետվել եւ փորձել խփել 6-րդ գոլը դա ուղղակի խելագարություն կլինի Արշակյան մեկնարկեց հանդիպումը խաղադաշտի կենտրոնից Խուբլարյան ձախ եզրում է հիմա ստացել գնդակը Խուբլարյանը շարժվում է առաջ շարժվում կենտրոն այստեղ սայթաքեց բայց ամեն դեպքում մնում է գնդակով գնդակը արդեն հասնում է երբ մինչև դարպասապահը Սարգսյան Արշակյան այստեղ սխալվում է Արշակյանը Սարգսյան ստանում է գնդակը Սարգսյանը տեսնենք ինչ կորոշի դրով վտանգավոր է հարված եւ այստեղ դարպասապահ եւ դարպասաձողը համատեղ ուժերով փրկում են Նյուքասլին Խուբլարյան փոխանցում բարձրից առաջ Արշակյանը ընդունում է գնդակը հարված եւ գնդակը դարպասում է պոկերի հեղինակ է դառնում Արշակյանը եւ նորից Նյուքասլը ստանում է երկու գնդակի առավելություն 7-5 է դառնում հանդիպման հաշիվը Լիվերպուլը նորից խաղը կմեկնարկի խաղադաշտի կենտրոնից Սարգսյան փոխանցում դրո Լիվերպուլն է հիմա գրող ձեռնարկում լավներ այս փոխանցումը բայց մի փոքր ուժեղ դրոյի համար Եզրից խաղի մեջ են մտցնելու Նյուքասլի ֆուտբոլիստները եւ այնտեղ բավական երկար ժամանակ գնդակը խաղի մեջ չմտցրին եւ եզրային հարվածի իրավունքը անցնում է Լիվերպուլին Այդ փոխանցում
Այս փոխանցումը սխալ էր, Սարգսյանը խլում է գնդակը, երկու Սարգսյաններ պայքարի մեջ են մտել, դրով հարված եւ դարպասապահը հեռացնում է գնդակը, մնում է վերադառնում է դրոյի մոտ գնդակը եւ նա էլ վաստակում է իր հերթին եզրային հարված իրավունք իր թիմի համար։ Հերվից հարված եւ շեղ է այս հարվածը։ Այսպիսի հարվածները միայն ձեռնտու են նման հաշվի պայմաններում Նյուքասլին ժամանակի առումով եւ այստեղ բավական երկար ժամանակ գնդակը չմցրեց խաղի մեջ եւ մրցավարը նշանակում է ազատ հարված Նյուքասլի դարպասին։ Սա իհարկե բավական լավ հնարավորություն է կրճատելու հաշիվը եւ արդեն մեկ գնդակի տարբերությամբ զիջելու, բայց տեսնենք ինչպես կիրաստեն նրանք այս հնարավորությունը։ Տեսնենք դրով հարված եւ գնդակը չի հայտնվում դարպասում եւ անգամ անկյունային չկարողացան քաղել այս իրավիճակից Լիվերպուլի ֆուտբոլիստները, խաղարկել են գնդակը, Խուբլարյան շարժվում է առանց ձախ եզրով, այստեղ պարկեց ուղղակի գնդակի տակ եւ օգուտ տվեց այդ պարկելը։ Եզրից է գնդակը դուրս գալիս խաղադրիչի սահմաններից, խաղարկված է հանդիպումը Սարգսյան։ Սխալվում է այս փոխանցումը կատարելի Սարգսյանը, բայց գնդակը մնում է Լիվերպուլի մոտ եւ այնտեղ մրցավարը սուլել է եւ խախտում է արձանագրել Նյուքասլի ֆուտբոլիստ Սարգսյանի կողմից նորից տուգանային հարվածը իրավունք է վաստակում Լիվերպուլը։ Տեսնենք ինչ կլինի։ Հերվից հարված, փակված այս հարվածը մնում է Լիվերպուլի մոտ գնդակը Սարգսյան նորից փակված հարված տեսանք։ Աղաջանյան թողնում է թիմակցին գնդակը, շարժվում են առաջ եւ այս փոխանցումը սխալ էր Սարգսյան նորից գրոհի նետեց Արշակյանին, վտանգավոր է հարված եւ Աղաջանյանը հեռացնում է գնդակը, այստեղ վտանգավոր գործեցին, բայց ամեն դեպքում վերադարձավ գնդակը Լիվերպուլի մոտ գրոհում է Լիվերպուլը Սարգսյան։ Եվ այստեղ սխալ գործողություն գրոհում է հիմա այստեղ, բայց Աղաջանյանն առաջինն է հասնում գնդակին, փոխանցում Սարգսյան, Աղաջանյան եւ խաղի կանոնների խախտում, այստեղ դեղին քարտով է պատժվում Արշակյանը, պոկերին գումարեց նաեւ դեղին քարտ։ Նորից բավական վտանգավոր դիրքում տուգանային իրավունք է վաստակել Լիվերպուլը, տեսնենք այս անգամ ինչպես կիրասնեն այս տուգանայինը, նախորդ դեպքերում միայն պատին են հարվածել կներեք Լիվերպուլի ֆուտբոլիստները։ Տեսնենք այս անգամ ինչ սցենարով կշարունակվի տուգանային հարվածը։ Հարված հետևեց եւ այս անգամ էլ օրինաչափությունը պահպանված է, նորից պատից հեռացավ գնդակը եւ եզրից խաղի մեջ կմտցնեն Լիվերպուլի ֆուտբոլիստները դեռ եւ այստեղ հանգիստ Սարգսյանը գալիս է եւ ոտքը պարզելով հեռացնում նորից եզրային։ Վտանգավոր, այստեղ բավական կոպիտ դիմավորեցին, բայց մաքուր Արշակյան շարժվում է առաջ, Սարգսյանն է նրան դիմավորել, երկու Սարգսյաններով կանգնել են նրա ճանապարհին։ Հարվածը փակվեց այդ հարվածը նորից Սարգսյան։ Դրով եւ այստեղ Աղաջանյանը կներեք Խուբլարյանը փակում է այս փոխանցման ճանապարհը։ Դրով Աղաջանյան շարժվում է ձախ եզրով առաջ, փոխանցում Սարգսյան եւ այս փոխանցումը բավական ուժեղ էր։ Խուբլարյան հետ է խաղում դարպասապահի հետ, նորից Խուբլարյանն է ստանում գնդակը, շարժվում է առաջ։ Խուբլարյան նորից պահում է գնդակը, իր մոտ գնդակը շատ արագ գործողություններով է փորձում այստեղ, ամեն դեպքում խլեցին դրանից գնդակը Սարգսյան, բայց այստեղ շատ առաջ նետեց գնդակը Լիվերպուլի ֆուտբոլիստը եւ եզրից հիմա գնդակը արդեն խաղի մեջ է մտել Սարգսյան, վտանգավոր է, շրջանցեց մրցակցին, հարված եւ հեռացված է գնդակը եւ հիմա էլ լարակ հակագրող Խուբլարյան
Վտանգավոր է փոխանցում Արշակյան, հարված եւ ինչպես չի կարողանում գրավել դարպասը։ Ամեն ինչ արել էր այստեղ, կարելի ասել Խուբլարյանը ծամեց դրեց դիմացը, բայց այստեղ Արշակյանը չկարողացավ այս խաղում իր 5-րդ գոլը խփել եւ մեծացնել հաշվի առավելությունը սեփական թիմի օգտին։ Գնդակը հիմա Աղաջանյանն է մտցրել խաղի մեջ դրով, շարժվում է առաջ, հարված և փակված այս հարվածը, Լիվերպուլն է գնդակը եզրից խաղի մեջ մտցնելու, փոխանցում է դրով, Աղաջանյան, հեռվից հարված և այստեղ կար անդրադարձ, բայց չի լինի անկյունային, հետ եկած գնդակին հասավ Լիվերպուլի ֆուտբոլիստը նորից Աղաջանյան այս անգամ փոխանցեց ձախ եզր, մնում է Լիվերպուլի ֆուտբոլիստի մոտ գնդակը ձախ եզրով առաջ է շարժվում և խաղի կանոնների խախտում է արձանագրում արդարացիորեն մրցավարը, նորից տուգանայինի իրավունք է վաստակել Լիվերպուլը, տեսնենք այս անգամ ինչ կտա այս տուգանայինը, նորից սպատ կա, հնարավորություն կա, եթե հարված հետևի, ամենայն հավանականության պատին է դիպչելու գնդակը, այո հենց այդպես էլ եղավ և կլինի անկյունային։ Բոլոր տուգանայիններից հետո այսօր Լիվերպուլի ֆուտբոլիստները պատին են հարվածել, այս անգամ էլ հեռացված է գնդակը, փակեց Սարգսյանը, բայց և այստեղ է Խուբլարյան հեռվից հարված և Աղաջանյանը կարողացավ հեռացնել գնդակը, կլինի անկյունային։ Տեսնենք ինչպես կխաղարկեն անկյունայինը։ Եվ անկյունայինը բավական երկար ժամանակ չխաղարկեցին և գնդակն աստում է Լիվերպուլին, Աղաջանյան։ Գնդակով է Սարգսյանը, ձախ եզրով շարժվում է առաջ, պահում է գնդակը, փոխանցում աջ տեղափոխություն, հեռվից հարված և այստեղ էլ հեռացված է գնդակը, հիմա արդեն Լիվերպուլն է անկյունայինի իրավունք վաստակել, հետ փոխանցում դրո, նորից փոխանցում դրոյին, խաղարկումներ և այստեղ էլ հեռացված է գնդակը Սարգսյան, չհասավ գնդակին, Աղաջանյանը գնդակը խաղի մեջ կմտցնի, փոխանցում դրով, Սարգսյան հասնում է գնդակին, կարող է եզրափակել, վտանգավոր է, մտնում է տուգանային հրապարակ և վերջին պահին կարողացան շեղել գնդակը և չկարողացավ ինչպես հարկն է հարված կատարել, Սարգսյան շարժվում է առած, ձախ եզրով Սարգսյանը, պահում գնդակը, բայց այստեղ անգամ անկյունային չկարողացավ վաստակել, հիմա դրոն է գնդակով աջ եզրում, շարժվում է առաջ և այս հարվածը շեղ է ընթանում, Լիվերպուլը բավականին լավ է այսօր պայքարում, բայց դեռևս չի կարողանում երկար ժամանակ գոնե մնալ մեկ գնդակի տարբերությամբ, եթե խփում է և կրճատում հասցնում մեկ գնդակի, շատ արագ Նյուքասլը վերադարձնում է այդ առավելությունը երկու գնդակի և նորից հանգիստ պահում են հաշիվը։ Խուբլարյան փոխանցված է գնդակը Սարգսյան, այդ փոխանցում դարպասապային է հասնում գնդակը, նորից Սարգսյանինն է, տեսնենք ինչ կորոշեն, հիմա պահում են, բավական գրագետ են գործում Նյուքասլի ֆուտբոլիստները, այստեղ խլել է գնդակը արդեն Սարգսյանը, այդ փոխանցում Աղաջանյան, բարձրից փոխանցում, գնդակը նորից վերադառնում է Սարգսյանին, այստեղ սխալ գործողություն էր և բավական ռիսկային էր, ամենայն դեպս բախտը ժպտում է Նյուքասլին, որ գնդակը ավելի մոտիկ դիրքում չեն կորցնում։ Սարգսյան շարժվում է առաջ, վտանգավոր է շրջանցում և այստեղ էլ դարպասապա ֆիքսեց ձեռքերի մեջ գնդակը, Խուբլարյան Արշակյան գրով է զարգանում, վտանգավոր է հարված և Աղաջանյանը փրկում է իր թիմին և շանս տալիս հիմա գոլ խփելու դրով։
պահեց գնդակը, տեսնենք ինչ կորոշի։ Շրջանցեց հակառակորդին, բայց արագ էլ վերադարձավ տվյալ հակառակորդը, բայց ամեն դեպքում կորցնում է գնդակը, հեռացված է գնդակը, բայց ուղիղ դրոյի վրա, այստեղ էլ Սարգսյանն է ընդունում գնդակը, շարժվում առաջ։ Հետ փոխանցում, վտանգավոր է։ Կենտրոնում է գնդակը, ազատ թիմակից չկա եւ այս փոխանցումն էլ փակված է եզրից Լիվերպուլն է գնդակը խաղի մեջ մտցնելու Աղաջանյան։ Սարգսյանին է ուղարկում գնդակը, հարված եւ փակված է այս հարվածը եւս նորից անկյունային կլինի։ Սարգսյանն է գնդակի մոտ կիրացնի այս անկյունայինը։ Փոխանցում ինչու այսքան հետ տեղավորվեցին Լիվերպուլի ֆուտբոլիստները։ Վտանգավոր է, կարող են հիմա գոլի հեղինակ դառնալ, վտանգավոր է Լիվերպուլը բավական սուր է գրոհում, բայց այդ հարվածը վերջնական չկա։ Աղաջանյան, միգուցե նա փորձի դրո, փոխանցում եւ գնդակը դարպասում է Աղաջանյանի առաջ խաղացումից հետո կրճատված է հաշիվը, նորից արդեն հիմա էլ մեկ գնդակով են զիջում, հաշիվը դառնում է 7-6 եւ դեռևս ժամանակ ունի Լիվերպուլը հաշիվը հավասարեցնելու համար։ Արշակյան փոխանցում վերսկսել են արդեն խաղադաշտի կենտրոնից Խուբլարյան կորցնում է գնդակը, Խուբլարյանը վտանգավոր է 3-1 հակը գրող, բայց արագ նահանջեցին Նյուքասլի ֆուտբոլիստները, վտանգավոր է, այստեղ ազատ տարածություններ կան, հարված եւ շեղ է ընթանում հարվածը։ Խաղարկված է, հեռացված է գնդակը, Աղաջանյանն է ընդունում, փոխանցում առաջ, Սարգսյան կասեցված է, բայց դուրս է գալիս գնդակը Լիվերպուլի ֆուտբոլիստներից։ Տեսնենք Արշակյան, փոխանցում, Տիգրան շարժվում է առաջ, փոխանցում Արշակյանին, լավ առաջ խաղացում այստեղ նորից Աղաջանյանը ձեռնարկեց, փոխանցում Սարգսյան, նորից խլում է Աղաջանյանը, չկա խաղի կանոնների խախտում, հարված փակված է եւ խաղի կանոնների խախտում է արձանագրում մրցավարը, բավական վտանգավոր դիրքում եւ Լիվերպուլը վերջին բառացիորեն րոպեներին կարող է հավասարեցնել հանդիպման հաշիվը, մրցավարը հիմա գնում է վառը դիտելու։ Եվ ամեն դեպքում նշանակված է Տուգանային արվածը իրավունք այնտեղ դիպել էր Նյուքասլի ֆուտբոլիստի ձեռքին գնդակը եւ տեսնենք ինչպես այս վերջին հնարավորությունը կօգտագործեն Լիվերպուլի ֆուտբոլիստները։ Բառացիորեն հանդիպման վերջին րոպեներն է, վերջին վայրկյաններն է անգամ ընթացքի մեջ եւ այս հարվածը կարող է որոշիչ լինել։ Պատը տեսնենք, հարված եւ գնդակը շեղ է ընթանում եւ բավական գերազանց պայքարում Նյուքասլը հաղթում է Լիվերպուլին 7-6 հաշվով եւ գերազանց հանդիպում էր այսօր ուղղակի երկու թիմերի կողմից էլ շնորհակալություն մեզ հետ լինելու համար, հաջողություն։